Այսենց մարդ եմ ունեցել, ոսկի, ինձ ենենց պահելա, դենմ ձեզ ճահել եմ, մենակ աչքերը չախալեր ուզել եմ։ 80-ամյա Օֆելիա Արզիևը ազգությամբ հույն է, խոսում է իր հայազգի ամուսնու մասին, որի հետ ավելի քան կես դար ապրել է սիրո եւ հարգանքի մթնոլորտում։ Այսօր այս տանը մենակ է ապրում։ Նախ նրան խնդրում ենք մեզ ուղված հայերեն ողջույնի խոսքը թարգմանել իր մայրենի լեզվով, չի մերժում։ Կալոշերսես։ Կալոշեսիս։ Կալոշերսես։ Այսինքն բարով եք եկել։ Ահա։ Օֆելիա Արզիևի բոլոր ազգականները 1990-ական թվականներին հեռացել են Հունաստան, իսկ իր 7 երեխաների ընտանիքները ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ Ռուսաստանում։ 7 ունեմ, 20 քանի հատ թորն ունեմ, ձորներ ունեմ, 12 հատ ձորն ունեմ։ Տիկին Օֆելիան առողջությունից չի դժգոհում, ասում է շատ լավ եմ, նաև երեխաների եւ թորների շնորհիվ, որոնք պարբերաբար գալիս են իրենց հայրական տուն եւ ուշադիր են իր նկատմամբ։ Խի օրինակ գնամ ուրիշիցը ասեմ մի թուփ կարտոլ դուր, մի եսքամ կանանցի դուր, խի ոտը սաղ, ձերը սաղ անում եմ, անեմ, որտի քանդված է, ռեմոնտ անեմ, բան անեմ, որ նոր տարի մաքուր լինի, ով կանի, ոչ մեկնի։ Չնայած իր պատկառելի տարիքին եւ երեխաների հոգատարությանը չի զլանում զբաղվել ծանր աշխատանքով, հողամաս է մշակում, անասուն պահում։ Ես որ կովը չի պահեմ, 45,000 մանեկ թոշակ եմ անել, ձերը չի հասնում։ Հույների 6 ընտանիք, 20 մարդ դեռևս ապրում են գյուղում, որոնցից 2-ը երիտասարդ են եւ ունեն ժառանգներ։ Բարեկամ ժողովուրդ ենք, ասում է բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը, եւ ինչպես միշտ է եղել, այսօր էլ հաշտ համերաշխ ապրում են կողք կողքի։ Դա փաստում է նաեւ տիկին Օֆելիան, ընդգծելով սակայն, որ տասնամյակներ առաջ հարևանների միջև ավելի շատ ջերմություն եւ մտերմություն կար։ Մենք հարևանների հետ շատ եկամ մոտիկ էինք, ոնց որ ընտանիքի պես բան էինք, ընտանիք, ահա։ Վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանի տատը եւս ազգությամբ հույն է, ինչպես ինքն է նշում, արմատների կանչով է տեղափոխվել Յաղդան։ Ներկայումս գյուղն ունի 245 բնակիչ, դպրոցում սովորում է 54 աշակերտ։ Մինչև 18 տարեկանը 100 երեխա կա գյուղում։ Ունենք մեծ ընտանիքներ, որոնք 7, 8, 9 երեխա ունեն։ Տեղափոխվել են այստեղ տարբեր գյուղերից, տարբեր քաղաքներից, Երևանից, Արցախից ունենք 4 ընտանիք ներկապահին։ Հաշվի առնելով բնակչության թիվը Յաղդանում բավականին շատ դպրոցահասակ երեխաներ կան։ Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում կրթօջախների միավորման մասին, հետևաբար բոլորի մոտ անհանգստություն կա։ Չեմ կարող ասեմ, որը կփակվի, որը կմնա, սակայն պայքարում ենք, որ դպրոցը պահենք։ Ուզում ենք դա նույնիսկ մանկապարտեզ բացենք, քանի որ 30 երեխա կա այդ տարիքում։ Յաղդանի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, նաև աշխատում են հեկում, դպրոցում կամ պայմանագրային զինծառայողներ։ Գյուղում նաև կոլտնտեսություն է գործում եւ յաղդանցիներից շատերն աշխատում են այնտեղ։ Գյուղում լուսավորության համակարգ է անցկացվել, ճանապարհների 50-ից 60%-ը տուֆ քարով սարարկված է, վերանորոգվել է վարչական շենքը, հանդիսությունների սրահը։ Յաղդանցիներն Ալավերդի Ստեփանավան երթուղին սպասարկող տրանսպորտից են օգտվում։ Այստեղ կարևորագույն խնդիրը խմելու ջրի սակավությունն է։ Հիմա աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Վերանորոգումից եւ հաշվիչներ տեղադրելուց հետո ջրի հարցը կկարգավորվի, 2 օրը մեկ ենք հիմա ստանում, հնարավոր է որ օրու մեջ արդեն ջուր ունենանք։ Այստեղ հունական եկեղեցի կա, նաև 2 մատուռ։ Հաճախ գյուղ են այցելում հունական համայնքների ներկայացուցիչները, դեսպանները։ Եղել են դեպքեր, երբ Հունաստանից հոգևորականներ են եկել, եկեղեցում պատարագ անցկացնելու նպատակով։ 17-րդ դարի այս կառույցը արդեն 3 տարի գտնվում է վերանորոգման փուլում։ Հույները այնտեղի գումար են հավաքում։ Այստեղ շինարարի հետ պայմանավորվածություն է ստեղծում վերանորոգման գումարը, ինչքան տրամադրեն գորանը։ Գումարը տալիս ենք շինարարին, շինարարը գալիս է ինքը վերանորոգում։ Ինչ վերաբերում է գյուղի անվան ծագմանն ու նշանակությանը, ապա շատերն են պնդում, որ Յաղդան անվանումը կապված է յուղի կաթսայի հետ, քանի որ գյուղում յուղամթերքի մեծածավալ արտադրություն է եղել, սակայն վարչական ղեկավարն այլ տարբերակ է ներկայացնում։ Արխիվից տվյալներ հանեցինք, որ եկած հույները եկել են Պոնտոսի հենց Յաղդան բառից։
Յաղդան բառը այնտեղ առաջացել է ֆրանսերեն պարտեզ բառից, այսինքն ժաղդեն բառից է առաջացել, այսինքն նշանակում է գեղեցիկ ծաղիկներով շրջապատված գյուղ է եղել եւ դրել են ժաղդեն։ Հետո վերանվալափոխվել է Յաղդան։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ, գյուղ Յաղդան։